Բարևներ Արմաշի համից բոլորին, ովքեր դիտում են մեր հոլովակը։ Եվ նախապես շնորհակալություն եմ հայտնում մեր հոլովակը դիտելու համար։ Իսկ ովքեր դիտում են, բայց չեն բաժանորդագրվում, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակոճակը եւ գրեք մեկնաբանություններ։ Ուրեմն սկսեմ նորից ծիծակից։ Դե ես երեք ծիծակի թթու պատրաստեցի, ասացի չէ, որ ծիծակը շատ էր։ Հիմա այսօր ծիծակը պատրաստելու եմ սխտորով, սամիթով եւ համեմով։ Դե պատրաստելու եմ կրկին ձմեռվա համար, դնելու եմ սառցարանում, մի փոքր աման կդնեմ սառնարանում ուտելու համար, իսկ մնացածը կդնեմ սառցարանում, հարգելի հետևորդներ ջան։ Հետո նոր դանակով կբաց։ Կարող եք նաև պատարակավոր ծակել, այդպես էլ եմ անում, ոնց պատահում է, անում եմ։ Հիմա առաջինը թավայի մեջ լցնում եմ ձետ, մեկ բաժակ, հետո նույն բաժակով լցնում եմ ջուր, մեկ ճաշի քթար աղ, շաքարավազ, քթալուկես, լցնենք քացախաթթու, մեկ ճաշի քթար, դափնու տերև, հիմա հատիկավոր պղպեղ լցնեմ, լվացել եմ դրամա, դրել եմ քամիչի մեջ, մեկ է բահար, երեք հատիկ էլ բահար, սխտորն էլ նախապես մաքրել եմ, լվացել եմ, հիմա դնեմ գազօջախին, բայց պետք է համը փորձեմ, անպայման, որ զգամ քաղցրությունն ու աղրությունը։ Այսքանը որ դանակով բացեցի, տանեմ արդեն գազօջախի մոտ, լցնեմ թավայի մեջ, վնասված մասերը հեռացնենք,
Այդքանը բավական։ Հիմա կաթսայի կափարիչն էլ կծածկեմ ու շատ չեն կերպում կարմիր պղպեղի նման։ Ինքը մի փոքր կթուլանա եւ ես կվերցնեմ։ Պետք չի որ շատ էֆվի, որ առանձնանան իրարից։ Մեկնաբանություններում գրեք տեսնեմ հարգելիներս կան այս ծիծակից սիրող սխտորով կանանչ ծիծակ պատրաստողներ կան, սիրողներ կան։ Ես առաջ չէի պատրաստում, չէինք ուտում։ Պահածոյացրել եմ էլ, բայց թափել եմ, չենք կերել։ Այս վերջի տարիները կարելի ասած 3 տարի է, 4 տարի է, որ արդեն ուտում ենք, չգիտեմ։ Հյուր էլ որ ունենում եմ, բացում եմ, դնում եմ, սարսարանից հանում եմ, դնում եմ, շատ եմ հավանում, շատ եմ սիրում։ Կանաչին էլ կտրեմ, պատրաստանեմ։ Հանելու ժամանակն է։ Տեսեք, շատ չեմ էփում, չեմ սիրում, որ շատ էփում է, լղկվում է, ամենաչսիրածս բանն է, կամ կանաչ ծիծակը, կամ էլ կարմիր պղպեղը։ Հիմա հաջորդը լցնեմ։ Զավարա, լվանան դնեմ, սպասեփեմ, թորմիկներս ստեղ են։ Առավոտից ասում են տատի սպասեփի։ Հիմա մի հատ լավ լվանա։ Ինչ ես նկարում, Միլենա ջան։ Տետրից որ յալոնգի տետրից մոմոն սարքի առել էր, դիմացը մի հատ նկարել, հետևն է
նկարներ կար տետրերի, ես տետրի սավ ունեմ։ Ահա։ Հիմա դրանցից եմ նկարում։ Բայց էլի չհասկացա ինչ ես նկարում։ Միլենա ջան։ Դա սպասը է փետ։ Հեսա կեպի ծավարը վրենա, դրել եմ վրեն։ Արամիքս ինչա նկարում։ Արամիկ ջան, դու ինչ ես նկարում, արևս։ Հələ տենանք ինչա նկարել իմ տղեն։ Ինչ ես, Արամիկ, բա թուղթը կտրել ա սրտիկով։ Վանեսրան կորտ։ Արամիկ, Միլենա, ինչ ես սիրուն գրում։ Ես էլ արդեն պիտի հանեմ։ Ուզում եմ ցույց տամ, տեսեք, որ շատ չի եփվել։ Ինչ լավ այլ է։ Սա դնենք մի կողմ, դրածը։ Շատ համով է, ժողովուրդ ջան, իրոք շատ համով է։ Հիմա կանանչին եմ լցնում եւ սխտորը, քերած սխտորը։ Ասա Արամիկ ջան, ուզում ես գնաս։ Հա, սպասի, հեսա սպասը կեփեմ, կուտես կգնաս։ Խի արևս։ Միլենան նեղացրել է։ Քույր ու եղբայր յոլա չեն գնում իրար հետ։ Դե քանի լույսա գնա։ Դե քանի լույսա գնա, բալես։ Արամիկ։ Վերջ, հիմա սպասենք հաջորդը հանենք։ Այստեղ էլ ծիծակ եմ լվացել, էլի դնում եմ շարցարանում, հիմա լավ լվալուց հետո չորացնեմ սրբիչով։ Այսպես դնում եմ շարցարանը։ Սարցարանից հանում եմ, ճաշերի մեջ եմ օգտագործում, շատ լավ է ստացվում, ոչ մի սարցարանի համ, ոչ մի բան, այսպես։ Իսել հանենք։ Իրանից ջուր է դուրս տալի, հələ նայեք,
Դեռ ոչինչ չեմ ավելացրել, բայց հիմա ուզում եմ նորից ավելացնել ձետ, ջուր, մի փոքր և մնացածը, ինչ որ գնում է մեջը լցնելու, որովհետև սոպը պիտի ամբողջությամբ ծածկի ծիծակը։ Վերջացրեցի բոլորը, հիմա նորից սխտոր, կանաչի, հատիկա, որ նորից պղպեղ, հիմա այս սոպն էլ նորից լցնում եմ վրեն, ձեռքով անեմ, հարգելիներս վերջացրեցի, սա էլ ծիծակը սխտորով պատրաստեցի, շատ համով է, իրոք համը շատ լավն է, փորձեցի կադրից դուրս, դե հիմա սա բերանը կծածկեմ, հիմա թող հովանա, հովանալուց հետո բերանը կծածկեմ ոչ ամբողջության, կիսատ, կթողնեմ վաղը, նոր կլցնեմ ամաններով, կդնեմ սառցարանը, դե ասացի մի փոքրիկ աման էլ կվերցնեմ արդեն սառնարանում կդնեմ ամենօրյա ուտելու համար։ Այսօր էլ այսքանը, իմ լավ հետևորդներ ջան։ Եվ ուզում եմ ավարտեմ այսօրվա հոլովակը, բոլորիդ էլ ասեմ բարի խաղաղ գիշեր։ Բարի լույս և բարի առավոտ բոլորին։ Արդեն առավոտյան ժամը 9-ն է, դե վաղուց եմ արթնացել հարգելիներս։ Հիմա սուրճս խմեմ ու արդեն երևի ծիծակները լցնեմ ամանների մեջ։ Դե առավոտյան օրը սկսում է ինչպես միշտ սուրճով, հետո նոր անցնում ենք մնացած գործերին։ Ծիծակն է, նայեք, ոնց թողել եմ երեկոյան։ Գոլորշի է դուրս տվել ամանին, տեսեք ինչ լավ է էլ է, ջուրա դուրս տվել շատ։ Սուրճս խմեցի, վերջացրեցի, հիմա ուզում եմ արդեն ծիծակները լցնեմ այս փոքրիկ դույլերի մեջ, նայեք, 3 հատ փոքրիկ դույլ է, հիմա կլցնեմ ծիծակները ու իր սոկից էլ կլցնեմ վրեն, բերանը կծածկեմ, կդնեմ ցելոֆանի մեջ և կտեղավորեմ արդեն սառցարանում։ Չեմ ուզում շատ սեղմեմ, որ հանկարծ չլխկվի։ Համը այնքան լավն է, այնքան համով է, հարգելի հետևորդներ ջան,
փորձել եմ նորից առավոտյան եւ ասեմ, որ մի փոքր կծույություն կա, ճիշտ է, ընդհանուր կծույց չի ծիծաղը, բայց երևի մեջը պատահել է։ Լցնեմ, հետո վերջում սոկը կլցնեմ։ Իսկ դնենք այստեղ։ Այսինքն ասել լցնեմ, դնեմ սառնարանում ուտելու։ Հիմա բերանները ծածկեմ։ Երանի դուք այստեղից այս ծիծակի համը բույրը զգայիք ժողովուրդ ջան։ Սամիթի ու համիմի հոտը, սխտորի հոտը։ Այսպես։ Լավ հետևորդներ ջան, վերջ։ Սա կգնա սառնարան։ Այսպես։ Իսկ ես 3 հատն էլ արդեն կդնեմ սառցարանում։